Շարունակում ենք Կորինթացիների նամակի ուսումնասիրությունը եւ այսօր պետք է ուսումնասիրենք 15-րդ գլուխ 35-ից 49 համարները։ Տեքստը մի քիչ երկար է, բայց պետք է հիշենք, որ սա հարության վարդապետությունն է, կրկին հիշեցնեմ, որ միակ գլուխն է, առաջի Կորինթացիների 15-րդ գլուխը, որ մանրակրկիտ Պողոսը ցույց է տալիս հարության վարդապետության գրեթե յուրաքանչյուր մանրուք, որի մեջ որ պետք է ամրապնդվենք եւ շատ լավ սովորենք։ Առաջին դժվար հենց թեմաներից մեկը, որ Պողոս առաքյալը անդրադառնում է 15-րդ գլխում, դա այն էր, որ Կորինթոսի որոշ անդամներ հավատում էին Քրիստոսի հարությանը, բայց ժխտում էին մարդկանց հարությունը։ Ժխտում էին, որ հարությունը ճշմարտությունն է, նաև անհրաժեշտ է։ 12-ից 34 համարներում առաքյալը ցույց տվեց նման անհավատության սխալն ու վտանգները, հիշում եք։ Եվ առաքյալն այստեղ անցնում է հաջորդ դժվար թեմային, որը ըստ էության առաջինի հենց մի մասն է։ Դա այն է, թե ինչպես է հնարավոր բոլորի հարությունը։ Պողոսը վստահեցրեց, որ հարությունը հավատքի հիմքն է, 35 համարում ասելով, սակայն ոմանք կասեն, մեռելները ինչպես են հարություն առնելու եւ ինչ մարմնով պիտի գան։ Հավանաբար Պողոսը արդեն գիտեր, ուշադիր նայեք 15-րդ գլուխ, 35 համարին մենք հեսա կկարդանք։ Հավանաբար Պողոսը արդեն գիտեր իրենց մտածելակերպը կորինթացիների, որը առաջացել էր այս գնոստիկական փիլիսոփայության ազդեցության պատճառով։ Հիշում ենք, նրանք հոգին համարում էին բարի, իսկ մարմինը չար եւ ոչ ցանկալի էին համարում։ Եվ գիտեր, որ այդպես մտածողների մոտ հարցեր կառաջանա եւ կսկսեն հիմա էլ մտածել։ Բայց ո՞նց, ինչ մարմնով, միթե մեր նույն մարմինը պետք է ունենանք, որը փտելու է, պիտի հարություն առնի, եւ այդ մարմնով ապրենք հավիտենականության մեջ եւ այլ։ Այսինքն իրենց կորինթացիները այն մարդիկ են, որոնք կարային, գիտեք, անընդհատ ինչ որ հարցեր առաջացնեին Պողոսին ծուղակը գցելու համար։ Բայց այստեղ Պողոսը գիտակցելով այդ մարդկանց գաղափարը, ինքն է հարցը հենց անձամբ բարձրացնում։ Այս նույն համարներում Պողոսը նաեւ մարտահրավեր է նետում այն մտքին, որ հարությունը ենթադրաբար անհնար չէ։ Լավ, կասեին նրանք, ենթադրենք, որ հարության մեջ կա ինչ-որ դրական բան, բայց ինչպես կարող է այն իրականում տեղի ունենալ։ Հնարավոր է, որ որոշ հույների կողմից բախվող դժվարությունների մասամբ բխում են այդ ժամանակվա ռաբիների ուսուցիչների կողմից հարուցյալ վերաբերյալ սխալ տեսակետից։ Սխալ մեկնաբանելով այսպիսի հատվածներ, ինչպիսին է օրինակ Հոբ 19-րդ գլուխ 26 համարը, որ Հոբը ասում է. Իմ մարմնով կտեսնեմ Աստծուն։ Նրանք եզրակացրին, որ հարություն առած մարմինները ամեն ինչով նույնական կլինեն մեր երկրային մարմիններին։ Այսինքն մարդը ոնց մահանում է, թաղվում է, փտում է, այդպես էլ պիտի ինքը հարություն առնի այդ նույն մարմնով։ Գիտեք, որ Բարուքի հրեական օրինակ ապոկրիվ գրքի հեղինակը գրել է, որ հարության ժամանակ երկիրը անշուշտ կվերականգնի մեռելներին։ Ավելին, ձևի փոփոխություն չի լինի, ինչ էլ որ այն ստացել է, այն կվերականգնի ճիշտ այնպես, ինչպես որ կար։ Գնոստիկների համար նման տեսակետը հարությունը դարձնում էր ավելի քիչ ցանկալի եւ նույնիսկ ավելի քիչ հնարավոր։ Եթե պիտի մենք ըստ օրինակ Բարուքի մեր մարմինները պետք է նույնը լինեն, այս գնոստիկներն ասում են մենք չենք ուզում ու այդպես բան հնարավոր չի, ումա պետք է այդ մարմինը եւ այլն։ Դե նայելով, որ ցավ է, իբրև մեղքեր է գործում, տառապանքի մեջ է ապրում եւ այլն։ Բայց ինչպես կարող է Աստծուն որպես արարիչ ընդունող մարդը մտածել, որ Աստծո համար ավելի դժվար է վերականգնելը, քան ստեղծելը։ Նրանք մտածում էին, որ պետք է վերականգնվի, այլ ոչ թե պետք է ստեղծվի նորը։ Տարիներ առաջ Պողոսը հարցրել էր Ագրիպաս թագավորին.
Ինչու է քեզ համար անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն է տալիս։ Գործք 26:8 Ինչու են մարդիկ, այդ թվում որոշ քրիստոնյաներ, այսօր դեռևս կասկածում, որ Աստված կարող է վերականգնել ծովում խեղդված, պայթունի հետևանքով զոհված կամ կրակի մեջ այրված մարդկանց մարմինները։ Ինչու այս մարմինների վերականգնումը համարվում ավելի հրաշալի եւ անհավանական մի բան, քան նրա կողմից տիեզերքի ստեղծումը։ Նրանք լավ գիտեին, որ որքան էլ մարմինը թանկարժեք բույսերից պատրաստված զմռսեն, միևնույն է այն փտելու է։ Հիմա հարց է առաջանում. ինչպես է Աստված վերականգնելու մարդկային պատմության դարերի ընթացքում մահացած մարդկանց մարմինները։ Այս հարցի հետ սերտորեն կապված է մեկ այլ հարց. ինչ մարմնով են նրանք գալու։ Կարդանք հատվածը եւ կրկին խնդրենք Տիրոջը, որ օգնի իր Սուրբ Հոգով հասկանանք այս կարևոր ճշմարտությունը։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 35-ից մինչև 49 համարները։ Սակայն ոմանք կասեն. մեռելներն ինչպես են հարություն առնելու եւ ինչ մարմնով պիտի գան։ Անմիտ, այն որ սերմանում ես, եթե չմեռնի, չի կենդանանա։ Եվ այն որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն է սերմանում, որ պիտի բուսնի, այլ մի մերկ, հատիկ, ցորենի կամ մի այլ սերմ։ Իսկ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես կամենում է, ամեն սերմին իր հատուկ մարմինը։ Բոլոր մարմինները միևնույն մարմինը չեն, ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը, ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։ Կան երկնավոր մարմիններ, կան երկրավոր մարմիններ, սակայն երկրավորների փառքն ուրիշ է, երկրավորներինը ուրիշ։ Ուրիշ է արեգակի փառքը, ուրիշ է լուսնի փառքը, ուրիշ է աստղերի փառքը, ու մեկ աստղը մյուսից տարբերվում է փառքով։ Այսպես էլ մեռելների հարությունն է։ Այն սերմանված է ապականությամբ, հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է անարգությամբ, հարություն է առնում փառքով, սերմանվում է տկարությամբ, հարություն է առնում զորությամբ, սերմանվում է բնական մարմին եւ հարություն է առնում հոգեվոր մարմին։ Կա բնական մարմին, կա եւ հոգեվոր մարմին, եւ այդպես էլ գրված է. առաջին մարդը Ադամը կենդանի անձ եղավ, վերջին Ադամը կենդանի հոգի, սակայն առաջինը հոգևոր չէր, այլ բնականը, նրանից հետո հոգևորը, առաջին մարդը երկրից է հողեղեն, բայց երկրորդ մարդը Տերն է երկնքից։ Ինչպես հողեղենն է, այնպես էլ հողեղեններն են, եւ ինչպես երկնավորն է, այնպես էլ երկրավորներն են, եւ ինչպես հողեղենի պատկերն ենք կրում, այնպես էլ երկնավորի պատկերը պիտի կրենք։ Ամեն։ Այո, տեքստը շատ երկար է ու քիչ բարդ, բայց 36-ից 49 համարներում Պողոսը պատասխանում է հենց 35-րդ համարի հնչեցրած հարցին։ Կարդանք նորից հարցը։ Սակայն ոմանք կասեն. մեռելներն ինչպես են հարություն առնելու եւ ինչ մարմնով պիտի գան։ Նա պատասխանում է, կարելի է առանձնացնել իր պատասխանի մեջ 4 ասպեկտներ։ Առաջինը, Պողոսը բնության աշխարհից բերում է օրինակ, երկրորդ, նա նկարագրում է, թե ինչպիսին կլինեն հարություն առած մարմինները, երրորդ, Պողոսը համեմատում է երկնային մարմինները հարություն առած մարմինների հետ, եւ չորրորդ, նա հիշեցնում է կորինթացիներին հարության նախատիպի մասին, որին նրանք արդեն հավատացել են, այսինքն Քրիստոսի հարությանը։ Գլխավոր միտքը այստեղ հետևյալն է. 35-ից 45 համարների այս հիմնական գաղափարն այն է, որ մեռելների ապագա հարությունը չի լինի հին երկրային մարմինների վերակենդանացումով, այլ կվերափոխվի նոր հոգևոր եւ անապական մարմնի, հարություն առած Քրիստոսի պատկերով։ Հարության օրինակն է բերում 36-ից 38 համարներում։ Կորինթացիները ոչ թե շատ մարդկանց պես անտեղյակ էին եւ հարցեր էին տալիս, այլ նրանց անհավատությունը արմատավորված էր հենց գնոստիկների եւ հեթանոսների ուսմունքի վրա։ Ահա թե ինչու է Պողոսը ասում. հիմար,
Այս բառը օգտագործվում էր նկարագրելու համար այն մարդուն, ով չէր կարող կամ չէր ուզում օգտագործել իր մտավոր կարողությունները։ 35-րդ համարում նշված հարցերը չէին տրվում ինչ-որ բան սովորելու համար։ Նրանք ծաղրեր էին անում այդ մարդուն, կարծես Պողոսը, ծաղր էր անում այն մարդուն, ով իրեն ամեն ինչից գիտակ էր համարում։ Այս հարցերը նույն բնույթի են, ինչպես օրինակ դպիրների, փարիսեցիների եւ սադուկեցիների կողմից Հիսուսին տրված հարցերը։ Նրանց նպատակը ճշմարտությունը բացահայտելը չէր, այլ թակարդը, գցել ու շփոթեցնելն էր։ Ցանկանալով ընդգծել, թե որքան հիմար են այս առարկությունները, Պողոսը բերում է բնական աշխարհից մի տարածված օրինակ։ Նա ընդգծում է 3 եղանակ, որը հարությունը նմանեցնում է սերմը ցանելու հետ եւ աճի սկզբունքին։ Առաջին ձևը, գործողությունը, սերմը քայքայվելն է, բայց վերջին ձևը տարբեր բնույթ ունի, որոնց միջև կա հերթականություն։ Հարության մեջ անհնարին ոչինչ չկա, քանի որ փոքր մասշտաբով այն անընդհատ տեղի է ունենում բույսերի աշխարհում։ Առաջին նմանությունը քայքայման կամ մահվան հետ է կապում առաքյալը, 36-րդ համարը։ Անմիտ այն, որ սերմանում է, եթե չմեռնի, չի կենդանանա։ Երբ սերմը տնկվում է հողի մեջ, այն մահանում է։ Իրականում որպես սերմ, այսինքն իր սկզբնական տեսքով այն դադարում է, չէ՞ գոյություն ունենալուց, նախքան իր ամբողջական տեսքով որպես բույս կկենդանանա։ Յուրաքանչյուր սերմ, երբ տնկում ենք, մահանում է։ Վստահաբար ձեզանից շատերը տեսել են, նաև արել են տանը զատկի օրերին։ Հիշում եք, ցորենը երբ որ դնում ես ինչ-որ խոնավ, ջրի մեջ են դնում, անգամ բամբակի մեջ են դնում, մեր աչքի դեմ մենք տեսնում ենք ոնց է ինքը մահանում, ոնց է մեջտեղից բացվում եւ սկսում են կամաց ծիլեր տալ։ Սա իր մահանալու այդ process-ն է, որը մենք տեսել ենք։ Այս նույն համեմատությունն օգտագործելով Հիսուսն ինչ ասաց Հովհաննես 12-րդ գլուխ 24 համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Եվ այդպես էլ լինում է։ Ցորենի մի հատիկը կարող է մեռնել, բայց ինքը ինչ է լինում 30, 60, 100 պտուղներ է տալիս։ Նախքան Քրիստոսը կարողանար մեզ համար փրկության պտուղ բերել, նա պետք է մահանար։ Նմանապես նախքան մենք կարողանանք վայելել նրա հարության պտուղը կամ պտուղ տալ նրա ծառայության մեջ, մենք նույնպես պետք է մահանանք։ Եթե այս process-ը չի լինում, մենք նրա համար երբեք պտուղ չենք կարող բերել։ Հովհաննես 12-րդ գլուխ 25 համարը շարունակում էր ասելով. Տերը, նա ով սիրում է իր կյանքը, պետք է կորցնի այն, եւ ով ատում է իր կյանքն այս աշխարհում, պիտի պահի այն հավիտենական կյանքի համար։ Երբ Հիսուսը խաչվեց, նրա երկրային մարմինը մահացավ։ Այն դադարեց գոյություն ունենալ որպես երկրային մարմին։ Նույնը պատահում է նաև աճող սերմի հետ։ Նախքան նոր բանի առաջացումը հինը պետք է քայքայվի։ Նույն օրենքը վերաբերում է նաև մարդկանց։ Մեր մարմինը մահանում է մեկ այլ մարմին կյանք տալու համար։ Երկրորդ նմանությունը, որը բերում է այստեղ առաքյալը, թե հատիկի աճի, թե մարմնի հարության դեպքում սկզբնական եւ վերջնական ձևերի միջև առկա է տարբերությունը։ Հատիկը դադարում է լինել հատիկ եւ աստիճանաբար վերածվում է հասուն բույսի։ Բայց սկզբում այն, ինչ ցանում ես, լինի ցորենի հատիկ կամ որևէ այլ բան, ոչ մի նմանություն չունի վերջնական հասունացած բույսի ապագա մարմնի հետ։ Միայն հատիկ լինելուց դադարելով է այն դառնում բերքահավաքի պատրաստ բույս։ Այսինքն մենք երբ որ օրինակ դու ցանում ես խնձորի սերմը, մինչև նա չմեռնի իր մեջ, ինքը չի կարող աճել եւ վերջում խնձորի պտուղները բերել։ Երբ Հիսուսը հարություն առավ մեռելներից, նրա փառավորված մարմինը հիմնովին տարբերվում էր նախկինից։
Ուրեմն այն սահմանափակված չէր ժամանակով, տարածությամբ կամ նյութական աշխարհով։ Իր հայտնությունների ժամանակ Հիսուսը հեշտությամբ շարժվում էր տարածության մեջ։ Նա անսպասելիորեն հայտնվեց եւ նույնքան անսպասելիորեն անհետացավ։ Նա մտավ սենյակներ առանց դռները բացելու։ Մի քանի համարներ կա, բայց այստեղ եկեք կարդանք հենց Հովհաննես ավետարանի 20-րդ գլուխ 19 համարը։ Եվ նույն օրը երեկոյան շաբաթվա առաջին օրը լինելով, երբ դռները, ուր աշակերտներն էին հավաքվել, փակված էին հրեաների վախից, Հիսուսը եկավ նրանց մեջ կանգնեց եւ ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Իր երկրային մարմնում գտնվելով Հիսուսը նման բան չարեց։ Հարությունը հրաշքով վերափոխեց Հիսուսի մարմինը։ Նրա գալստյան ժամանակ բոլոր հարություն առած մարմինները կվերափոխվեն նույն հրաշալի եւ արմատական հենց ձևով։ Եվ որից հետո մենք Պողոսը ցույց է տալիս երկրորդ նմանությունը, այսինքն շարունակականությունը։ Չնայած տարբերությունների հինի եւ նորի միջև, այնուամենայնիվ գոյություն ունի շարունակականություն, որն է սա։ Բայց Աստված, ինչպես կամենում է, յուրաքանչյուր սերմին տալիս է իր մարմինը, ասում է Պողոսը։ Սերմը արմատապես փոխվում է, սակայն շարունակելով իր կյանքը դա անում է հենց նույն ձևով։ Ինչ է սա նշանակում։ Ցորենի հատիկը գարի չի դառնում եւ կտավատը եգիպտացորեն չի դառնում։ Աստված սերմի յուրաքանչյուր տեսակին տվել է իր սեփական մարմինը եւ այդ մարմնի ճշգրիտ նմանությունը պահպանվում է հենց հասուն բույսի մեջ։ Քրիստոսի հարությունից հետո ոչ ոք չճանաչեց նրան, մինչև որ նա չհայտնեց իրեն։ Բայց երբ նա հայտնեց իրեն, աշակերտները ճանաչեցին նրա դեմքը, նրա մարմնի վերքերը եւ նրա խոցված ձեռքերը։ Նույն կերպ մեր հարություն առած մարմինը, բոլոր հավատացյալների հարություն առած մարմինները կպահպանեն շարունակությունը մեր այժմյա մարմինների հետ։ Մեր մարմինները կմահանան եւ կփոխակերպվեն, բայց դրանք կմնան մեր մարմինները։ Անհավատների, կասկածամիտների եւ անգետներին մի բան եմ ուզում ասել։ Ինչի է դժվար հավատալ հարությանը, որ Աստված, որը դարեր շարունակ ամեն օր իրականացնում է այս գործընթացը բուսական աշխարհում, որը կարող է նույն անել օրինակ մարդկային մարմինների հետ մեկ անգամ։ Ինչ է կատարվում։ Դարեր շարունակ ցորենը ցանում ես, մեռնում է եւ կրկին ցորեն է աճում։ Լոբին ցանում ես, մեռնում է եւ կրկին լոբի է աճում, գարուխը գարուխ։ Նույնը նաեւ բույսերի հետ, ծառերի հետ, վարդից վարդ է աճում, մեխակից մեխակ, խնձորից խնձոր, տանձից տանձ, նուրից էլ նուր, իսկ մոլախոտից մոլախոտ։ Ինչի է անհավանական հավատալ, որ մարդը մեռնի, մարդուց էլ մարդ չի լինի, այս իմաստով եթե ասենք։ Իսկ ո՞րն է հարություն առած մարմնի կերպարը։ 39-ից 42-րդ համարներում խոսում է դրա մասին։ Ո՞րն է հարություն առած մարմնի կերպարը։ Այս համարներն ավելի մանրամասն բացատրում է Պողոսի կողմից նախկինում արտահայտված միտքը, որ մեր հարություն առած մարմինները կտարբերվեն մեր երկրայիններից։ Աստծո արարչագործության մեջ այդպիսի հսկայական բազմություն տեսնելով մենք չպետք է կասկածենք նրա կարողությանը, որ նա կարող է ստեղծել մարմիններ, որոնք թեև տարբերվում են միմյանցից, այնուամենայնիվ շարունակում են կրել նույն տեսքը։ Ոչ բոլոր մարմիններն են նույնը։ Այս արտահայտությունը մատնանշում է Աստծո ստեղծած երկրային մարմինների զարմանահրաշ այս բազմազանությանը։ Բավական է միայն մեր շուրջը նայել եւ տեսնել նրա ստեղծած, ամեն ինչի անսահման բազմությունը։ Ինչ վերաբերում է կենսաբանական աշխարհին, մարդու մարմինը զարմանալիորեն տարբերվում է անասունների, ձկների եւ թռչունների մարմնից։ Եվ ոչ բոլոր արարածներն ունեն նույն տեսակի մարմինները։ Չկա երկու տեսակի մարմնով ծաղիկ։ Այո, տեսքը կարող է տարբեր լինել, բայց այն բույս է, որ ունի ուղղակի տերևներ տարբեր գույներով։
Չկա պլաստմասից ծառ եւ փայտից ծառ։ Ոչ, բոլորը փայտից են։ Չնայած որ տեսքը տարբեր են, չկա նաեւ երկու տեսակի մարդ, բոլորը մարմնից են։ Այո, կա սևամորդ, կա սպիտակամորդ, մենք տարբերում ենք տեսքից, չէ, չինացի, չգիտեմ, արաբ, հայ եւ այլն, բայց բոլորը մարդ են։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր կենդանի էակ լիովին նույնական է այն սեռի կամ տեսակին, որին պատկանում է։ Եվ այստեղ կարելի է ծաղրել այն գաղափարի վրա, որ ասում են, դե էվոլյուցիա եղավ եւ լեռները պայթեցին եւ այս աշխարհը ստեղծվեց։ Ինչ? Բա ինչու մի հատ էլ հիմիկվա այս պայթունները, այս ռումբերը, որ այսքան պայթեցնում են աշխարհի պատերազմները, ինչու մի հատ բան էլ չի պայթում, ինչ որ մի արժեքավոր բան ստեղծվի դրանից։ Կամ համացանցերով կամ YouTube-ում շատ կա նման, տեսահոլովակներ, որ լամաները տեսել եք, չէ, հրաբուխները ոնց են հրաբուխ լինում եւ պայթում է, լեռներից ինչ որ մի հատված եւ այդտեղ այդ լամաներն են, այդ կրակի հոսքն է լինում, բա ինչու հիմա այս դարեր շարունակ, որ արդեն կարող են մարդիկ անգամ նկարահանել եւ բոլորը տեսնել, ինչ որ մի արժեքավոր բան չենք տեսնում, որ ստեղծվում է։ Եվ մենք նույնպես իմացեք, որ չենք փոխվի։ Անկախ նրանից, թե ինչ ենք ուտում, որքան մասնագիտացված կամ բազմազան է մեր սննդակարգը, կամ ինչպիսին է մեր միջավայրը, մենք երբեք չենք վերածվի մեկ այլ տեսակի կենդանի էակի։ Մենք կարող ենք լինել առողջ կամ հիվանդ, քաշ հավաքել կամ նիհարել, բայց մենք երբեք չենք դադարելու մարդ լինելուց։ Մեր կենսաբանական կոդերը եւ ընդհանուր են, եւ եզակի են։ Անհնար է կրկնել կամ ցուցադրել որևէ գիտական ապացույց կյանքի մի ձևից մյուս ձևի վերափոխման կամ վերափոխման հնարավորության մասին։ Բացի այդ գոյություն ունեն երկրային մարմիններ, որոնք իրենց փառքով, այսինքն իրենց բնույթով, դրսևորմամբ եւ ձևով զգալիորեն տարբերվում են երկրային մարմիններից։ Երկնային մարմինները ոչ միայն անհամեմատելիորեն տարբերվում են երկրային մարմիններից, այլև միանցից նույնպես նշանակալիորեն տարբերվում են։ Արևը տարբերվում է լուսնից, սակայն երկուսն էլ երկնային մարմիններ են, որոնք տարբերվում են աստղերից։ Աստղագիտությունից գիտենք, որ շատ երկնային մարմիններ, որոնք սովորաբար կոչվում են աստղեր, իրականում մոլորակներ են եւ հետեւաբար նման են երկրին եւ լուսնին։ Իսկ աստղերը իրականում գիտեք, որ դրանք արևներ են։ Աստղերը իրականում արևներ են։ Արևի եւ աստղերի միջև հիմնական տարբերությունը նրանց հեռավորությունն է։ Հեռավորությունը երկրից։ Բայց Պողոսը խոսում էր որպես սովորական դիտորդ, որ խոսում է, երբ որ աստղերը տարբեր են, դե մենք էլ որ տեսնում ենք, որպես աստղ ենք տեսնում, չէ՞։ Նա խոսում է այդպես սովորական դիտորդ, ոչ թե գիտական տեսանկյունից։ Այնուամենայնիվ նրա տեսակետի էությունը երկու դեպքում էլ պահպանում է իր ուժը։ Աստղերը ուրեմն արտադրում են լույս, մինչդեռ մոլորակներն ու լուսինը միայն արտացոլում են այդ լույսը։ Այսպիսով այս երկու տեսակի երկնային մարմինները բնույթով իրենց հատկությամբ եւ դրսևորմամբ մեծապես տարբերվում են։ Նույնիսկ աստղերը իրենց համբավով, փառքով տարբերվում են։ Դոնալդ Փեյթին գրել է այսպես. ծաղիկների պես աստղերն էլ ունեն իրենց գույնը։ Առաջին հայացքից դրանք բոլորը փայլում են սառը բյուրեղային շողով, բայց եթե մի քիչ նայես դրանցից որևէ մեկին, կտեսնես, որ աստղերը ունեն նուրբ գունային բազմազանություն։ Յուրաքանչյուր աստղի գույնը որոշում է նրա մակերևույթային ջերմաստիճանով։ Յուրաքանչյուր աստղ տարբերվում է մյուս աստղերից, ինչպես յուրաքանչյուր բույս տարբերվում է մյուս բույսերից, ինչպես կենդանիները տարբերվում են միմյանցից, եւ ինչպես երկու մարդ երբեք չեն լինում ամբողջությամբ նման։ Աստծո ստեղծագործության մասին կարելի է խոսել անվերջ, մի փոքր խոսացի, եւ բացահայտել անվերջ։ Խնդրում եմ անջատեք էլի միկրոֆոնը։
Աստված ունի անսահման ստեղծագործական կարողություններ, այդ թվում բազմազանության հարցում։ Ինչու ուրեմն որևէ մեկի մտքով կանցներ, որ Աստծո համար դժվար կլիներ վերստեղծել եւ հարություն տալ մարդկային մարմիններին անկախ դրանց ձևից։ Այդպես է նաեւ մեռելների հարության դեպքում։ Հարություն առած մարմինը նույնքան արմատապես կտարբերվեն երկրայիններից, որքան երկնային մարմինները տարբերվում են երկրայիններից։ Եվ հարություն առած մարմինները նույնքան անհատական եւ եզակի կլինեն, որքան Աստծո արարչագործության մյուս ձևերը։ Երբ Մովսեսն ու Եղիան հայտնվեցին, պայծառակերպության այդ լեռան վրա, նրանք ունեին նույն անհատականությունը, նրանք եղել են Մովսես, Եղիա եւ հիմա էլ են նրանք Մովսեսն ու Եղիան։ Ինչ ունեին իրենց երկրային կյանքի ընթացքում։ Նրանք դեռ հարություն առած մարմիններ չունեին, էսի պետք է հիշեք, իմանաք, սակայն նրանք երկնային էակներ էին, որոնք մի օր երկուսն էլ հատուկ կհագնեն իրենց երկնային մարմինները։ Եկեք կարդանք ուրեմն Մատթեոս ավետարանի 22-րդ գլուխ 33 համարը, Մատթեոս ավետարան 22-րդ գլուխ 32-րդ համարը։ Ես եմ Աբրահամի Աստվածը եւ Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիներինն է։ Ինչպես անցած անգամ ասացի, Աստված Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն է, ոչ թե էր։ Նա նրանց Աստվածն է հիմա։ Դուք տեսնում եք նա ոնց է խոսում Տերը, հա։ Ուշադրություն դարձրեք տեքստին։ Տեսեք ինչ է ասում վերջում։ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիների։ Այնպես չէ, որ նրանք մեռած են, քնած են հավերժական քնով եւ նա նրանց Աստվածն է։ Եթե հավերժական քնով ես քնած, ելում է պետք, որ դու լինես իրենց Աստվածը։ Ոչ, նրանք կենդանի են երկնքում եւ Աստված էլ նրանց Աստվածն է։ Եվ ուշադրություն դարձրեք անուններին, որը շեշտում է, սա էլ է շատ կարևոր։ Այսինքն նրանք մնում են նույն անհատները, Աբրահամը մնում է Աբրահամը, Հակոբը Հակոբը, Իսահակը, ինչը որ երկրի վրա են եղել։ Նրանք նույն մարդիկ են նույն անուններով։ Սա ցույց է տալիս, որ ոչ ոք իր անհատականությունը չի կորցնում։ Աշոտը չի դառնում Հայկուհի, Հռիփսիմեն չի դառնում Հենդո, կամ էլ մարդը չի դառնում կենդանի, կամ էլ մնում հավերժական քնով։ Հիսուսը իր բոլոր ոչխարներին անունով գիտի, Հովհաննես 10-րդ գլուխ 3-րդ համարն է ասում։ Անկախ նրանից, նրանք երկնքում են, թե երկրի վրա, Հիսուսը գիտի նրանց բոլորին անուններով։ Մեր հարություն առած մարմինները նույնքան եզակիորեն մերը կլինեն, որքան մեր հոգիներն ու մեր անունները։ Եվ ինչ է ցույց տալիս 42-ից 44 համարներում, 42-ի երկրորդ կետից 44 համարները հարության հակադրությունները։ Հիշեք, հարության հակադրությունները մեր հիմնական թեմաները մտնում է հենց այս համարների մեջ։ Անմիջապես անցնելով հարություն առած մարմնի քննարկմանը, Պողոսը ուրեմն նշում է 4 հատկանիշ, որոնք տարբերվում են մեր ապագա փառավորված մարմինները մեր երկրային մարմիններից։ Այդ հատկանիշները ներկայացված են 4 հակադրությունների տեսքով։ Առաջինը՝ փչացող եւ անփառունակ։ Առաջին հակադրությունը վերաբերում է կյանքի տևողությանը։ Երկրային ֆիզիկական կյանքի ամենաակնհայտ հատկություններից մեկը ինչն է դրա քայքայումն է։ Մաշվածությունն ու ի վերջո մահվան նկատմամբ զգայունությունը։ Այս գործընթացը սկսում է նույնիսկ առողջ նորածնի մոտ։ Ժողովող 3-րդ գլուխ 20 համարում ասում է. բոլորը նույն տեղն են գնում, բոլորը հողից են եղել եւ բոլորը հող են դառնալու։ Նույնն է ասում նաեւ Սաղմոս 103-րդ գլուխը 14-ից 16 համարները։
Քանի որ գիտե մեր կազմվածքը, հիշում է, որ մենք հող ենք, Տիրոջ մասին է խոսում։ Մարդու օրերը խոտի պես են, նա ծաղկում է ինչպես դաշտի ծաղիկը։ Քամին դրա վրայով անցնելուն պես ոչնչանում է եւ այլևս դրա տեղը չի ճանաչում դրան։ Ինչ է ասում, քանի որ գիտե մեր կազմվածքը, հիշում է, որ մենք հող ենք։ Նույնիսկ առողջ մարդիկ տարիք առնելու հետ թուլանում են եւ հիվանդությունների ու տարբեր ֆիզիկական խնդիրների նկատմամբ ավելի խոցելի են դառնում։ Մահը իհարկե զգալիորեն արագացնում է քայքայման գործընթացը, բայց մարդը ծնվելու պահից սկսում է ծերանալ։ Երբ Հիսուս ասաց, որ բացեն Ղազարոսի գերեզմանը, Հովհաննես 11:39 համարում, Մարթան ինչ ասաց, ասաց Տեր, արդեն հոտած կլինի, որտեվ 4 օր է ինչ նա մեռած է։ Զմռսման նպատակը հիմնականում տեղյակ եք ինչ է զմռսելը, չխորնանք դրա նյութերի եւ այլ միջոցների մեջ, զմռսման նպատակը մարմնի քայքայումը երկար ժամանակով դադարեցնելն է։ Սակայն նույնիսկ եգիպտացի զմռսողների, որոնք որ այն ժամանակներում իրանք համարվել են ամենաուժեղ զմռսվողները, եթե ինչ-որ օրինակի համար, այլ երկրներ զմռսում էին, դիմանում էր մարմինը 1-2 տարի, եգիպտացիների մոտ գիտեք ոնց էր, այսինքն կարող է մի 10-15 տարի մոտավորապես պահպանվեր մարմինը։ Ուրեմն այս ինչ էր նշանակում, Իշքան էլ որ զմռսեն, միևնույն է բոլորը մի օր հող են դառնալու, այսինքն անհնար է պահպանվել այս ամենը, որտեղ նա ծնվել է փչացող մարմնով։ Սակայն հավատացյալի հարություն առած մարմինը հարություն կառնի անապականությամբ։ Ինչ է գրում Պետրոս առաքյալը։ Եկեք կարդանք առաջի գլուխ, առաջի Պետրոս 3-4 համարները։ Օրհնյալ լինի Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար, Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն առնելով։ Անեղծ ու անարատ ու անթառամ այն ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար։ Տեսնում եք ինչպիսի արտահայտություններ է շեշտում։ Անեղծ, անարատ ու անթառամ ժառանգություն է եւ սա այս ամբողջը մենք մեր մարմնի մեջ ենք կրելու։ Մեր նոր մարմինները ոչ հիվանդություն կճանաչեն, ոչ քայքայում, ոչ մաշվածություն եւ ոչ էլ մահ։ Պողոս առաքյալը հենց որը որ մեր հաջորդ քարոզին պետք է խոսանք, հենց 15-րդ գլուխ 54 համարն է, ինչ է ասում 54 համարը։ Եվ երբ այս ապականացուն անապականություն կհագնի եւ այս մահկանացուն անմահություն, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. մահը կուլ գնաց հաղթությանը։ Մեր ապականացու այս մարմինը պետք է հագնի անապականացու, այսինքն ոչ փչացող, ոչ մաշվող, ոչ հիվանդացող, ոչ մահացող եւ այլն։ Երկրորդ հակադրությունը, որ բերում է, նվաստացումն ու փառքն է։ Այս հակադրությունը վերաբերում է մարդկային մարմնի արժեքին եւ կարողություններին։ Անկման հետ մարդու Աստծուն հաճեցնելու եւ ծառայելու կարողությունը խորապես թուլացավ։ Ոչ միայն մարդու միտքն ու սիրտը սկսեցին չկատարել Աստծուն նախատեսված նպատակը, չէ, մենակ այդ չէր։ Կատարյալ եւ իր արարչի պատկերին համապատասխանող էակը ստեղծվեց իր արարչին դրսևորելու եւ արտացոլելու իր արարքներում, բայց մեղքի պատճառով այն ինչ ստեղծվել էր Աստծուն փառաբանելու համար, այժմ բնութագրվում է նվաստությամբ։ Մենք անարգում ենք Աստծուն անկարող լինելով լիովին բարիք քաղել այն ամենից, ինչ նա մեզ շնորհել է արարչագործության ժամանակ։ Մենք անարգում ենք Աստծուն չարաշահելով այն մարմինները, որոնց միջով ըստ նրա մտահաղացման մենք նախատեսված ենք նրան պատվելու եւ ծառայելու համար։ Նույնիսկ Աստծուն ամենանվիրված հավատացյալը մահանում է ունենալով մարմին, որը գտնվում է նվաստացման, անկատարության եւ թերիության վիճակում։
Սակայն այս անկատար եւ խոնար մարմինը մի օր փառքով կբարձրանա։ Հավերժության ընթացքում մեր նոր անմահ մարմինները կլինեն փառահեղ մարմիններ, կատարելագործված հաճեսնելու դրանք ստեղծող Արարչին եւ գովաբանելու ու ուրախանալու ուրախություն բերելու նրան եւ դրանք վերականգնված փրկին։ Մենք սկսենք այդ կատարյալ մարմնի մեջ մենք կարող ենք արդեն կատարյալ ձևով փառաբանել մեր Տիրոջը, բայց այս մարմնի մեջ մենք երբեմն թերանում ենք։ Եվ երրորդ հակադրությունը թուլություն եւ ուժն է։ Երրորդ հակադրությունը վերաբերում է մարմնի կարողություններին։ Մեր ներկայիս մարմինները կարելի է բնութագրել որպես թույլ։ Մենք թույլ ենք ոչ միայն ֆիզիկական ուժի եւ դիմացկանության, այլև հիվանդությունների եւ վնասակար ազդեցությունների նկատմամբ մեր դիմադրողականության առումով։ Չնայած այն հանգամանքներին, որ մարդու մարմինն ունի բնական պաշտպանական մեխանիզմներ, ոչ ոք ապահովագրված չէ կոտրվածքներից, կտրվածքներից, վարակի տարածման ռիսկից կամ ի վերջո մահից։ Մենք կարող ենք եւ պետք է նվազագույնի հասցնենք մեր մարմիններին սպառնացող ցանկացած վտանգ։ Պետք է պաշտպանվենք հիվանդություններից։ Հնարավորինս առողջ պահենք մեր մարմինները, քանի որ հավատացյալի մարմինը ինչ է Սուրբ Հոգու տաճար է։ Առաջի Կորինթացիների 6-րդ գլխում է ասում 19-20 համարը։ Այնուամենայնիվ մենք չենք կարող լիովին պաշտպանել մեր մարմինները վնասից, առավել եւս մահից։ Մեր երկրային տաճարները անխուսափելիորեն ժամանակավոր են եւ փխրուն են։ Բայց ինչպիսին չեն մեր նոր ապագա մարմինները, որոնք կբարձրանան երկինք։ Մենք չգիտենք, թե ինչից է կազմված լինելու այս մարմինը, ինչ մատերիալից է լինելու, բայց այն անհամեմատ առողջ եւ ամուր կլինի, քան այն, որ ունենք եւ կրում ենք հիմա։ Մենք այլևս ստիպված չենք լինի ասել. հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Հիշում եք Տերն ասեց Մատթեոս 26-րդ գլուխ 41 համարում։ Ինչ էլ որ մեր երկրային հոգին որոշի անել, ուշադիր, մեր երկնային մարմինը կկարողանա իրականացնել այն։ Մարտին Լյութերը ասել է, որքան թույլ է հավատացյալների մարդկային մարմինը հիմա, բայց այն ուժեղ կդառնա, երբ գա այն ժամանակը, երբ բոլոր ուժերից ու կարողություններից զրկված այն կմտնի գերեզման։ Այսինքն այդտեղից հետո արդեն հավատացյալները էլ թույլ մարմինը չեն ունենա։ Հետևաբար չի լինելու մի բան, որ մարդը ուզենա անի դա, բայց չկարողանա։ Օրինակ, եթե մարդը քայլի երկրի վրայով եւ ուզենա մեկ ակնթարթում հայտնվել երկինք, նա կարող է։ Եթե մարդ ուզենա երկնքից գնալ լուսին, նա կարող է։ Պատկերացնում եք մեկ ակնթարթում։ Այդպիսին է լինելու մեր մարմինները։ Եվ չորրորդը հակադրությունը մտավոր եւ հոգեվոր թեմաներին է վերաբերվում, որը վերաբերվում է գոյության ոլորտին կամ տիրույթին։ Մեր երկրային մարմինը զուտ ֆիզիկական է կամ հոգով օժտված։ Սա միակ ոլորտն է, որտեղ այն կարող է ապրել եւ գործել։ Այստեղ մի քիչ կուզեմ ուշադիր լինեք, որ ավելի լավ հասկանաք։ Ֆիզիկական մարմինը հարմար է ֆիզիկական աշխարհում կյանքի համար, սակայն այն սահմանափակված է միայն ֆիզիկական աշխարհով։ Անկման հետևանքով առաջացած մեր բոլոր անկատարելություններից եւ սահմանափակումներից անկախ մեր մարմինները հրաշալիորեն նախագծված են երկրի վրա կյանքի համար։ Այսինքն այս մարմինը այս կյանքի համար է տրված։ Բայց սա միակ ոլորտն է եւ միակ կյանքը, որի համար նրանք հարմար են, մենք հարմար ենք այս կյանքի համար։ Հավատացյալի նոր մարմինը հարություն կառնի որպես հոգևոր մարմին։ Մեր հոգին բնակվում է երկրային մարմնում, բայց մի օր այն կբնակվի հոգևոր մարմնում։ Այդ ժամանակ մենք կդառնանք հոգևոր էակներ ամեն ինչում։ Եվ հոգով եւ մարմնով մենք կատարելապես կհամապատասխանենք երկնային կյանքի ձևին։ Ղուկաս ավետարանում
Տերը այսպիսի մի բան է ասում Ղուկաս 20-րդ գլուխ 34-ից 36 համարները։ Ղուկաս 20-րդ գլուխ 34-36։ Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասաց. այս աշխարհի զավակներն են կին առնում եւ մարդու գնում, բայց նրանք, ովքեր արժանի կհամարվեն այս աշխարհին հասնելու եւ մեռելների հարությանը, ոչ կին կառնեն, ոչ էլ մարդու կգնան, ոչ էլ կարող են այլևս մեռնել, քանի որ հրեշտակների նման պիտի լինեն, հարության որդիներ լինելով նրանք Աստծո որդիներ են։ Հարության ժամանակ մեր մեջ ամեն ինչ կդառնա կատարյալ եւ հավիտյան։ Մեր հրեշտակների նման չենք լինի այն իմաստով, որ նոր տեսք օրինակ կունենանք քերով բեների կամ սերով բեների նման 4 դեմք կամ թևեր կաճեն մեզ վրա։ Սակայն նրանց հավասար կլինենք այն իմաստով, որ մենք նույնպես կունենանք երկնային, հոգևոր եւ բնական, գերբնական կյանքին համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ 45-ից 49 համարներում տեսնում ենք հարության նախատիպը։ Եթե մոռացել եք, եկեք մի հատ վեր հիշենք տվյալ հատվածը, հա, 45-ից 49 համարները։ Եվ այդպես էլ գրված է. առաջին մարդը Ադամը կենդանի անձ եղավ, վերջին Ադամը կենդանարար հոգի։ Սակայն առաջինը հոգի չէր, այլ բնականը, դրանից հետո հոգևորը։ Առաջին մարդը երկրից է հողեղեն, բայց երկրորդ մարդը տերն է երկնքից։ Ինչպես հողեղենն է, այնպես էլ հողեղեններն են, եւ ինչպես երկնավորն է, այնպես էլ երկնավորներն են, եւ ինչպես հողեղենի պատկերն են կրում, այնպես էլ երկնավորի պատկերը պիտի կրենք։ Պողոս պատասխանում է այստեղ հենց 35 համարի հնչեցրած հարցին. ինչպես են մեռելները հարություն առնելու եւ ինչ մարմնով պիտի գան։ Նա ներկայացնում է հարության նախատիպը եւ բացատրում է ֆիզիկական եւ հոգեվոր մարմնի միջև եղած տարբերությունները։ Պողոսը սկսում է ծննդոց 2-րդ գլուխ 7-րդ համարից մեջբերումով ավելացնելով 45 համարի առաջին եւ Ադամ բառերը։ Այսպես է գրված. առաջին մարդը Ադամը կենդանի անձ եղավ։ Ադամը ուներ ֆիզիկական մարմին, որը թեև փառավորված չէր, բայց բարի եւ կատարյալ էր ամեն ինչում։ Ծննդոց 1:31-ում ինչ է ասում, երբ որ Աստված ստեղծում է ամեն ինչ, մարդուն ավարտելուց հետո ասում է Աստված տեսա, որ ամեն ինչ բարի, այդ թվում նաեւ մարդը։ Սկզբում Ադամի եւ Եվայի համար նշանակվեց փորձաշրջան։ Եթե նրանք ցուցաբերեին հավատարմություն, այլ ոչ թե անհնազանդություն, նրանց թույլատրվելու էր ուտել կենաց ծառի պտղից, որը նրանց մարմինները կդարձներ փառավորված եւ անմահ։ Եկեք կարդանք մի հատ Ծննդոց 2-րդ գլուխ 9-րդ համարը։ Եվ Տեր Աստված երկնքից բուսցրեց բոլոր տեսակի ծառերը աչքին հաճելի եւ ուտելու համար քաղցր, նաեւ պարտեզի մեջտեղում կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառը։ Կենաց ծառից պիտի Տերը թույլ տար, որ նրանք ուտեին։ Բայց քանի որ առաջին մարդիկ մեղանչեցին, նրանք վտարվեցին այգուց, որպեսզի չուտեն կյանքի ծառի պտղից եւ հավիտյան մեղսալի կյանքով չապրեն։ Մի հատ էլ կարդանք Ծննդոց 3-րդ գլուխ 22 համարը։ Եվ Տեր Աստված ասաց. ահա Ադամը դարձավ ինչպես մեզանից մեկը, որ բարին ու չարը գիտենա, եւ հիմա միգուցե իր ձեռքը մեկնի ու կենաց ծառից էլ վերցնի եւ ուտի ու հավիտյան ապրի։ Եվ ինչ արեց Տերը այդտեղից վտարեց, եւ այստեղ մենք ինչ ենք տեսնում, եթե նրանք ուտեին կենաց ծառից, նրանք Ադամը Եվան մինչև հիմա սաղ կլինեին եւ նրանք ապրեն այս մեղավոր մարմնի մեջ եւ մինչև հիմա նրանք մեղ գործելով կապրեն, մինչև հիմա նրանք կապրեն ցավի ու տառապանքների մեջ, մինչև հիմա նրանք տեսած կլինեն այս դարերում, պատկերացրեք, այսքան պատերազմներ, հալածանքներ եւ այլ եւ այլ։ Պատկերացնում եք, բայց Աստված ինչ արեց, ինչ որ առումով, երբ որ մենք նայում ենք, սա ճիշտ պետք է հասկանանք, ոչ թե ինչ որ առումով, այլ հենց ուղիղ, որ Աստված մեզ ողորմած, որ մեզ տվեց այս երկրի վրա ժամանակավոր ապրելու միջոց, այլ ոչ թե թողեց, որ մենք այստեղ մնանք հավիտյան։ Պատկերացրեք, մենք այստեղ ապրում ենք հավիտյան։
Բայց վերջին Ադամը կյանք տվող հոգի է։ Վերջին Ադամը Հիսուս Քրիստոսն է։ Տեսեք ինչ է գրում Պողոսը Հռոմեացիների նամակում 5-րդ գլուխ 19 համարում։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր դարձան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը պիտի արդարանան։ 21 համարը, որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահով, այնպես էլ շնորհը թագավորի արդարության միջոցով, հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ սա մեր հնազանդության վարձն է։ Ադամից մենք ժառանգեցինք ֆիզիկական մարմիններ, իսկ հարության ժամանակ Քրիստոսից հոգևոր մարմիններ կժառանգենք։ Ադամի մարմինը մեր ֆիզիկական մարմինների նախատիպն էր, մինչդեռ Քրիստոսի մարմինը մեր հոգևոր մարմինների նախատիպն է։ Ադամի բոլոր սերունդներն ունեն ֆիզիկական մարմիններ և Քրիստոսի բոլոր սերունդները կունենան հոգևոր մարմիններ։ Հետևաբար Քրիստոսի հարությունը բոլոր հետագա հարությունների նախատիպն է։ 46 համարում մի հատ էլ տեսնենք, տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը 46 համարում։ Սակայն առաջինը հոգևորը չէր, այլ բնականը, դրանից հետո հոգևորը։ Կներեք։ Բոլոր մարդիկ Ադամից ունեն բնական ֆիզիկական մարմիններ։ Երբ Քրիստոսը Զատկի առավոտը հարություն առավ, նրա մարմինը նույնպես նախկինում ֆիզիկական մարմին էր, որի մեջ Հիսուսը ծնվել, ապրել և մահացել էր։ Բայց հարության ժամանակ այս մարմինը դարձավ հոգևոր և հավերժական։ Ադամը առաջին մարդը, որից սերվեց մարդկային ցեղը և որը սկզբում գոյություն ուներ երկրի վրա, իրականում ստեղծվել էր հողից, Ծննդոց 2:7։ Ամեն ինչում նա երկնային փոշուց էր, սակայն Քրիստոսը, որը կոչվում է երկրորդ Ադամ, քանի որ մարդկության հոգևոր տոհմածառը սկզբից է սկիզբ է առել նրանից, որը գոյություն ուներ հավերժ։ Նա ապրում էր երկրի վրա բնական մարդկային մարմնով, բայց նա եկել էր երկնքից։ Ադամը կապված էր երկրին, Քրիստոսը երկնքին։ Բնությամբ մենք Ադամի սերունդներն ենք, ուստի պատկանում ենք երկնայիններին։ Սակայն Հիսուս Քրիստոսի մեջ ժառանգության շնորհիվ մենք նաև պատկանում ենք երկնքին։ Ադամի մեջ մենք երկրային ենք, Քրիստոսի մեջ մենք երկնային ենք։ Մի օր Ադամից ժառանգած մեր ֆիզիկական մարմինները կփոխվեն, վերածվելով Քրիստոսից ստացող երկնային մարմինների։ Եվ ինչպես հողեղեն մարդու պատկերը կրեցինք, այնպես էլ երկնային մարդու պատկերը պիտի կրենք։ Ինչպես Ադամի ֆիզիկական մարմինը կփոխարինենք Քրիստոսի հոգևոր մարմնով, այնպես էլ Ադամի պատկերը կփոխարինենք Քրիստոսի պատկերով։ Հիսուսի հարությունից հետո երևալու հիման վրա մենք որոշակի պատկերացում ունենք այն մասին, թե որքան վեհաշուկ, հզոր և հրաշալի կլինեն մեր հարություն առած մարմինները։ Հիսուսը հայտնվում էր և անհետանում էր ըստ ցանկության։ Նա հայտնվում էր մի վայրում, որից շատ հեռու էր։ Նա կարող էր անցնել պատերի կամ փակ դռների միջոցով և չնայած դրան, նա կարող էր ուտել, խմել, նստել, խոսել և տեսանելի լինել բոլորի համար և ցանկության դեպքում անտեսանելի, եթե մինչև նա չհայտներ նրան։ Նա զարմանալիորեն նույն էր, բայց անհամեմատելի տարբեր էր։ Նրա համբարձումից հետո մի հրեշտակ ասաց զարմացած աշակերտներին, հիշում եք Գործք 1:11-ում, այն Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, ինչու եք ապշած նայում, նույն այդ Հիսուսը այդպես էլ պետք է իջնի։ Հիսուսի մարմինը, որը աշակերտները տեսան նրա հարությունից հետո, նույնն է, որը տեսանելի կդառնա, երբ նա կրկին գա։ Մեր մարմինները փչացող, խոնարհ, թույլ և բնական մեռելներից հարություն առնելուց հետո կդառնան անապական, փառավոր, հզոր և հոգևոր, ճիշտ այդպես, ինչպես պատահեց մեր Տիրոջ մարմնի հետ։
Այն ինչ ներկայումս խոչընդոտում է մեզ ծառայել Աստծուն եւ կատարել նրա կամքը, կդառնա նրա կամքը կատարելու հրաշալի միջոց։ Մենք կունենանք նրա զորությունը ծառայելու նրան, ինչպես նաև գովաբանելու ու մեծարելու նրան եւ նրա փառքը։ Հիսուս ասաց. այն ժամանակ արդարները կփայլեն ինչպես արևը իրենց հզոր թագավորության մեջ։ Մատթեոս 13:43 համարը։ Մակարտուրը այս հատվածի վերաբերյալ գրում է այսպես. երկնքում մենք լույս կճառագայթենք ինչպես արևը շլացուցիչ եւ վեհ փառքով, որը Տերը առատաձեռնորեն կբաշխի նրանց, ովքեր պատկանում են իրեն։ Եվ Փիլիպպեցիների 3:20-21 համարը այսպես է գրում. Բայց մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից սպասում ենք փրկին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ պիտի նորոգի մեր խոնար մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի իր փառքով մարմնին։ Տեսեք ինչ է ասում, որ կերպարանակից լինի իր փառքով մարմնին, այն զորության, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Պետք է խոստովանենք, որ մեզ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Նույնիսկ հիմա հոգևոր աչքերով չենք կարողանում պատկերացնել, թե ինչպիսի կլինի մեր հոգևոր մարմինները, ինչպես կփոխվեն դրանք։ Անկամ գտնվելով այս մարմնի մեջ, չենք կարող պատկերացնել, թե այս մարմնից ոնց պիտի դուրս գանք։ Էլուր մնաց պատկերացնենք, թե ոնց պիտի հայտնվենք մեկ այլ մարմնում։ Մենք իսկի չենք պատկերացնում, չէ՞ մեր մահը իսկի ոնց պիտի լինի։ Էլուր մնաց պատկերացնենք մի բան, որը որ երբեք չենք տեսել ու չունենք կատարյալ տեղեկություն։ Այս անտեղյակության մասին գրում է Հովհաննես իր թղթերում։ Առաջի Հովհաննես 3:2 համարը։ Սիրելիներ, մենք հիմա Աստծո որդիներ ենք, ու դեռևս հայտնի չէ, թե ինչ ենք լինելու, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման պիտի լինենք, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես որ նա է։ Մենք ասում ենք նրա նման պիտի լինենք։ Մենք չգիտենք ինչ ենք լինելու, բայց գիտենք հաստատ, որ մենք նրա նման ենք լինելու։ Մի գեղեցիկ միտք է արտահայտել Էրիխ Զաուերը։ Աստծո ժողովրդի գերեզմանատները երկնային ցողի շնորհիվ դառնում են խոստացված կատարելության հարության դաշտեր։ Իրոք, այն վայրերը, որտեղ հավատացյալները թաղվել են եւ թաղվում են, դառնում են հարության կարծես սերմեր, որը հետո պետք է պտուղ տա, կամ նման են ծառների այն շիթիլներին, տնկած կակ ծառներ, պուճուր, որ հետո պետք է հասունանան, մեծանան եւ գեղեցկանան իրենց փառքով։ Գալիք հարությունը հույսի աղբյուր է եւ շարժիչ ուժ եկեղեցու եւ բոլոր հավատացյալների համար։ Ինչ էլ որ պատահի մեր ներկայիս մարմիններին, առողջ լինեն դրանք, թե հիվանդ, գեղեցիկ լինեն, թե անհրապույր, դատապարտված լինեն կարճ թե երկար կյանքի, ունակ լինեն բավարարելու յուրաքանչյուր քմահաճույք, թե տառապեն տանջանքներից, դրանք հավերժական մարմիններ չեն, եւ մենք չպետք է չափազանց ամուր կառչենք դրանցից։ Մեր օրհնյալ հույսն ու վստահությունն է, որ այս ստեղծված ֆիզիկական մարմինները մի օր կբարձրանան որպես հոգևոր մարմիններ։ Չնայած մենք միայն թույլ պատկերացում ունենք, թե ինչպիսին կլինեն այս նոր մարմինները, մեզ համար բավարար է իմանալ հետևյալը, որ մենք կլինենք նրա նման, քանի որ նա է խոստացել։ Փառք մեր Տիրոջը։ Եկեք մեկ-երկու գործնական քայլեր էլ նայենք եւ ավարտենք։ Սիրելի քույր եղբայրներ ջան, կուզեմ, որ հավատաք Աստծո ամեն մի խոսքին, ամեն մի տողին, ամեն մի ստորակետին եւ վերջակետին։ Ապրեք այս խոսքերի հույսով եւ հավատով։ Հիշեք, որ հավիտենական կյանքը ձեզ է սպասում, Քրիստոսին հավատացողներին եւ նրանով ապրողներին։
Շարունակեք իրար մխիթարել հենց այս խոսքերով։ Հիշեք, որ մեր քաղաքացիությունը, ինչպես Պողոսն ասում է, երկնքից, երկրից չէ, մեր քաղաքացիությունը երկնքից է։ Հետևաբար չապրենք այս աշխարհի համար, չապրենք այս աշխարհի նման, որ ամեն օր մտածենք միայն մեր ստամոքսի եւ հագուստի մասին։ Տեսեք ինչ է ասում Տերը Մատթեոս 6-րդ գլուխ 25 համարում։ Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն առավել է, քան կերակուրը եւ մարմինն առավել է, քան հագուստը։ Այսինքն առավելագույնը, առավելությունը Տերը դնում է մեր կյանքի համար, մեր վերջնական կյանքի, որը որ մենք պետք է անցկացնենք երկնքում։ Պատկերացրեք մի պահ մեզ երկնքում։ Ուղղակի մի պահ եկեք պատկերացնենք մենք երկնքում ենք եւ հիշում ենք այն օրերը, որ այս աշխարհում մենք կռվում ենք, նեղանում ենք, պայքարում ենք, վիրավորում ենք, գողանում ենք, չգիտեմ, այս աշխարհի նյութականն ենք ուզում։ Մենք ենք անձամբ ամաչելու։ Դրա համար ինչ պետք է անենք, պետք է ապրենք ավետարանի խոսքով, ինչը մեզ առաջնորդում է։ Այսօր մարդիկ ինչ են անում։ Հենց այսպիսի բաների մեջ ենք տեսնում այսօր աշխարհին։ Այսօր մարդիկ մարմնի համար ավելի շատ են հոգ տանում, քան հոգու համար։ Քիթն են մեծացնում, իրենց ամոթներն են մեծացնում, փոքրացնում, չգիտեմ, ինչեր ասես չեն անում, մաշկն են ձգում, բայց որը որ մի օր պետք է փտի։ Եկեք մենք հոգ տանենք մեր հոգու համար, որտեղ մարմինը մերը չէ։ Մարմինը հող է եւ հող պիտի դառնա։ Մենք կրելու ենք ուրիշ մարմին, այդ մարմնի համար հոգ տանենք։ Աշխարհը այո ուրախանում է այդպիսի բաներով, բայց մենք հավատացյալներս ուրախանանք, որ մեր մարմինները ապականություն են հագնելու, ուրախանանք, որ Քրիստոսին նման ենք լինելու։ Եվ թեև հիմա ապրում ենք մահկանացու մարմնի մեջ, բայց եկեք Քրիստոսին փառք բերենք կյանքով, մեր ապրած կյանքով, որ այսպիսի հրաշալի խոստումներ ունի։ Եվ այն ինչ սովորում ենք ամենակարևորը, կարողանանք այդ վստահությամբ ապրել եւ այն ինչ սովորում ենք կարողանանք փոխանցել նաեւ ուրիշներին։ Տերը թող օրհնի ձեզ եւ իր խոսքը։ Եկեք աղոթք անենք եւ ավարտենք։